Ռադիո Հայ Գյումրի ռադիոկայանում օրը տոնական է, եթերը սովորականից տարբերվող։ Ողջ աշխատակազմը տեղում է, խոսափողի մոտ սիրված դիջեյներն են։ Շնորհավորանքներ են հնչում ամենուր, եթերում ու եթերից դուրս։ Բարբերաբար զանգեր, շնորհավորանքի խոսքեր, այդ ամենը շատ ոգևորող է։ Հիմա ինձ ստիպում են, որպեսզի ես կարճ ասեմ, թե ինչ է ինձ համար Ռադիո Հայը։ Բնականաբար կդժվարանամ, բայց կասեմ, որ այն կենսակերպ է, այն ստիպում է ինձ ապրել լիարժեք։ Ռադիո Հայը դա հայկական ապրելակերպ է։ Ռադիո Հայը արև է, ծիածան իր բոլոր երանգներով։ Ռադիո Հայը դարձել է իմ կյանքի մի մասը։ Ռադիո Հայը ինձ համար կյանք է։ Ռադիո Հայը դա մի հարթակ է, որ իմ կյանքը փոխել է 170 աստիճանով։ Ռադիո Հայն ինձ համար բոլոր հաջողությունների սկիզբն է։ Իսկ այս ամենի սկիզբը դրվեց ուղիղ 10 տարի առաջ։ 2005-ին հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հայտարարված մրցույթում Ռադիո Հայը ճանաչվեց հաղթող եւ հանրապետության 20 քաղաքում հաղորդումներ հեռարձակելու իրավունք ստացավ։ Նպատակը հստակ էր, ոչ թե վերահեռարձակում, այլ վստահելի գործընկերների ձեռքբերում ու նրանց միջոցով տեղական եթերի ապահովում։ Երկարատև որոնումներից ու ուսումնասիրություններից հետո համագործակցության պայմանագիր ստորագրվեց Երևանի Ռադիո Հայ Հայաստանի եւ Շիրակի մարզի Ցայք հեռուստաընկերության միջև։ Փաստաթուղթն էլ Ռադիո Հայ Գյումրի ռադիոկայանի ծննդյան վկայականը դարձավ։ Մեր կարծիքով Ցայգը շատ պատկառելի գործընկեր է, կայացած հեռուստաընկերություն եւ մենք համոզված ենք, որ մեր համատեղ աշխատանքը արդյունավետ կլինի։ Ռադիո Հայ Գյումրիի սիրտը սկսեց բաբախել 106 եւ 6 հաճախականությամբ, բարձր որակի հնչողությունն ու կայուն եթերն ապահովված էր, ավելացրած սեփական արտադրության հաղորդումները։ 24 ժամ շարունակ բացառապես հայերեն խոսք, հայկական երաժշտություն ու ազգայինի արժևորում, այլ կերպ ասած հարթակ, որ միավորում է հայերին։ Գյումրին առաջատար պարտներներ մեր եւ Գյումրիի օրինակը շատերի համար եղավ հենց այն կարևոր հանգամանքը, որ վստահությամբ սկսեցին վերաբերվել մեր առաջարկին եւ իսկապես 10 տարի առաջ այդ համագործակցությունը կարելի է ասել ցանցի կայացման համար ուներ սկզբունքային նշանակություն։ Գյումրին իր քայլերով բոլորին տվեց որոշակի ուղղություն չափ կարողությունների հնարավորությունների կուտակման եւ իրականացման հարցում։ Մեկնարկը տրվեց միանգամից բարձր նշաձողով, ձեռքբերվածով սահմանափակվել պետք չէր, հակառակը կատարելագործվել ավելի ու ավելի։ Տարիների ամենօրյա հետևողական աշխատանքն անարդյունք մնալ չէր կարող։ 2007 թվականին ԱՊՀ ռադիոհեռարձակողների ֆորումում Ռադիո Հայն ընդգրկվեց Հայաստանը ներկայացնող 3 լավագույն ռադիոկայանի ցանկում։ 2009 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գրասենյակի կողմից անցկացրած հետազոտությունների արդյունքում Ռադիո Հայ Գյումրին ճանաչվեց Հայաստանի մարզային լավագույն ռադիոկայան։ Ձեռքբերումները շղթայական ընթացք ունեցան։ 2009 թվական Դոլչե Վելեի կողմից Գերմանիայի միջազգային սեմինարին մասնակցության առաջարկ։ 2012 թվական Ռադիո Ֆրանսի կողմից Ռադիո Հայ Գյումրին ճանաչվեց հայաստանյան գործընկեր։ 2013 թվական կրկին միջազգային ֆորումի հրավեր, այս անգամ Իսպանիայում։ Գյումրիում մեր գործընկերները իրենք ցուցաբերեցին մի երևի ռադիոյի ոլորտին բնորոշ վիճակ, մի պահվածք, երբ որ մարդիկ ոչ թե խնդիրներից հիասթափվում են եւ կասեցնում են իրենց գործունեությունը, այլ երբ որ հաղթահարում են եւ ընդհակառակը կյանքին նայում են պոզիտիվ տեսանկյունով եւ հաղթած են դուրս գալի արդյունքում բոլոր խնդիրներից։ Լինելով 10-ամյա ռադիոկայան, մենք կարող ենք արդեն միջազգային տարբեր հարթակներում ներկայանալ, միջազգային տարբեր ռադիոֆորումներում ներգրավված լինել եւ ռադիոցուցահանդեսներում զբաղեցնել առաջին հորիզոնականները, դրան վկայությունը մեր այն պատվոգրերն են ու մեր գործընկերների շնորհակալական խոսքերը, որոնք ոչ միայն այսօր, այլ նաեւ այս 10 տարվա ընթացքում հնչել են։ Ունենալով 10-ամյա տարեգրություն, մենք կարողացել ենք մեդիա ոլորտում հաստատուն մեր հաստատել եւ որպես լրատվամիջոց ու առանձին գործող կառույց ի հայտ են գալիս այսօր հայաստանյան դաշտում։ Ռադիո Հայը առաջին արբանյակային ռադիոկայանն էր, որի սփռումն ընդլայնվեց Մերձավոր Արևելքում եւ Կանադայում։ 106 եւ 6-ի եթերն այժմ հասանելի է նաեւ համացանցում։ Նորություններ, հետաքրքիր ու փոփոխվող գործելավոճ ու ձեռագիր, պահպանելով արդեն սիրվածը։ Սա է ռադիոկայանի հաջողության բանալին։
Ռադիոյը միշտ փորձում է նորարարական մեթոդներով հանդես գալ իր ունկնդիրների համար եւ հերթական նորամուծությունը արդեն հաջորդ տարի կյանքի կկոչենք։ Աշխարհում տարբեր ռադիոկայաններում այս մեթոդը կիրառվել է, մենք նույնպես կփորձենք այն իրականացնել, շուտով ռադիոն կլինի ոչ միայն լսելի, այլ նաեւ տեսանելի։ Այլ կերպ ասած, այն ամենը, ինչը կատարվում է տաղավարում, դա կարծես թե մեկ գաղտնի խոհանոց է, կփորձենք բացել մեր ունկնդիրների առաջ եւ Style Media AM կայքում կկարողանան ռադիոն ոչ միայն լսել, այլ նաեւ տեսնել։ 2013 թվականից ռադիոհայի հեռարձակման եւ տարածման իրավունքները պատկանում են բացառապես Style Media SPԸ-ին։ Շիրակի մարզում ռեկորդային ճանաչում ունեցող ռադիոկայանի պոտենցիալ լսարանը մոտավոր 300,000 մարդ է։ Սփռման ամենաընդգրկուն շարավիղն ունի մարզի բոլոր ռադիոկայաններից։ Ռադիոհայը գրավել է ամբողջ Գյումրին եւ ոչ միայն Գյումրին, այլ իրեն շրջանները ընդհանուր միջև Երևանի հասնող շրջանները, որովհետեւ բոլորը օգտվում են այդ ռադիոկապից։ Իմ օրը սկսվում է հենց ռադիոհայով, քանի որ ժամը 8-ից իմ օրը սկսվում է։ Շատ ուրախ եմ, որ ունենք ռադիոհայ ու իրոք հաղորդումները շատ հետաքրքիր ու բազմազան են։ Սմտի շնորհավորումները, պատվերները դնելը շատ հաճելի է։ Ես միշտ լսում եմ ռադիոհայ։ Տարբերում է բոլորից, իր շատ հայկական համերգներով, լավ հաղորդաշարերով։ Միշտ լսում եմ շատ հայ ռադիո։ Ուրախ եմ, որ Գյումրիում կա նմանատիպ ռադիոկայան, ես միշտ լսում եմ ռադիոհայ։ Ռադիոհայն մեր սիրում ենք, տեղ տալիս ենք, լսում ենք։ Հայեցի նաև դաստիարակություն է տալիս։ Շատ հաճելի է, որ ժամանակակից, ասենք, թե երգահանների մասին է խոսում նրանց։ Հենց հիմա Նիկ Եգիպյանին ենք լսում։ Լավ է, որ պրոպագանդում են հայկական երաժշտությունը։ Շատ լավ ռադիոընկերություն է, շնորհավորում եմ ես։ Տասնամյակը ցանկանում եմ ամփոփանք ետեշ եւ միշտ ճիշտ ու ուղիղ տեղեկություններ հաղորդեն հայ ժողովրդին։ Հայկական նախաճաշից մինչև հայկական պատվեր, հայաստեղությունից մինչև հայկական երեկո, հայկական ուիկենդից հայ միքս ու այս գիշեր, շուտով արդեն նաև մեդիա միքս։ Արդեն մի քանի ամիս է ինչ մենք Style Media դպրոցի սաները ձայնագրվել ենք հաղորդումներ։ Մեդիա միքսը ուսուցողական հաղորդում է, որը նպատակը ուղղված է երեխաներին, ինչու չէ նաև մեծերին կրթելու եւ դաստիարակելու համար։ Ռադիոհայ Գյումրին վաղուց դարձել է քաղաքի սեփականությունն ու խորհրդանիշներից մեկը։ Շատ կարևոր է, որ Գյումրին ունի իր ռադիո։ Այսօր մենք տեսնում ենք, որ ռադիոհայ Գյումրիում դա հենց Գյումրիի ձևավորած երևույթ է եւ վստահ ենք, որ այդ գեղեցիկ իրավիճակը պահպանվելու է ապագայում, որովհետեւ գիտենք ովքեր են ստեղծում այդ ռադիոն, ովքեր են իրենց տաղանդը եւ ջանքերը ներդնում առօրյա ռադիոյի աշխատանքի մեջ։ Ինչ եմ զգում այսօր 10 տարի անց, հուզմունք բնականաբար կա նաև պատասխանատվություն, բայց թերևս այսօր նկատելի հպարտություն է։ Հպարտություն ոչ միայն այն բանի համար, որ ունենք տասնամյա ռադիոկայան, այլ նաև նրա համար, որ ունեմ հմուտ գործընկերներ կողքից, ովքեր եւ դժվար պահերին եւ լուսավոր պահերին մշտապես եղել են։ Ունեմ ունկնդիրների բանակ ու այն մարդիկ, ովքեր հավատացել են իմ գաղափարին։ Նազել Էլբակյան, Արթուր Մարգարյան, այսօր։